մեր դիմաց Ռուսաստանը տակ պատերազմա մղում, հո դուք դեգեներատ չեք։ Ես իսկական ես, սան բոլորը ավանի, ես ասում եմ, ամեն ինչ պետք է անել այդ ավանի բուժ հաստատության բանը ծավալը պետք է մեծացնել։ Կոկեկո բանով, սան սաղում պետք է քշել ընդեր։ Մեծ ուժերից մեկը, այսպիսի ինֆորմացիա է գնացել, պատվիրել է համաշխարհային մակարդակի 2 հոգեբուժի, ես այս ինֆորմացիա եմ փոխանցում, եւ հոգեբանի, որպեսզի Հիմա դե մեր երկրի ճակատագիրը այսօր այդ իշխանության գլխին նստած մարդու ձեռքն է, չէ՞։ Պսիխոպաթի, սոցիոպաթի բնութագրիչները մասնագիտական առումով տրվի, կարծեմ մեկից արդեն ստացել են, որ դա պետք է հրապարակվի, որտեղ իսկապես դա ազգային անվտանգության խնդիր է, իհարկե, վստահաբար այո։ Համաշխարհային մակարդակի 2 հոգեբուժի եւ հոգեբանի է պատվիրվել, որ եւ պետք է մեր ժողովրդին ներկայացնեն, որ դուք գործ ունեք հոգեկ շեղված, ես կարծում եմ այդպեսի եզրակացություն է, մեկին այդպեսին է։ Այնպես որ էսի բանկա, տեսեք Տիգրան Հակոբյանն է խոսել, ասել է ամենակարևոր ձեռքբերումը այսօրվա հրահի անկախ կարգավիճակն է։ Ասում եմ մի մարդ, ուրեմն ում ժամանակ 2 հեռուստաընկերությունն է փակվել, Երկիր մեդիան եւ H2-ը։ Գիտեք, որ կապուղիներ չի տրվում, ուրեմն նախկին իշխանությունների ժամանակ հետո բայց կապուղի տրվեց, գիտեք, որ Արմիզով տրվել էր A1+-ին 40 տարի երկիրը մի քիչ բանով եմ ասում էլի, պատանդի տակ եմ բայ, որ A1+-ը փակվեց, շատ վատ էր, որ փակվեց, բայց հետո հնարավորություն տրվեց, որ լինի։ Հիմա 2 հեռուստաընկերություն փակված, այս մարդը դե անամոթաբար ասում է, որտեղ որ մենք անկախ մարմին ենք։ Տիգրան Հակոբյանը ավելի լավ է հիշի Դիլիջանի գործերի այն կենթաների փողվեցնել գցելու գործը կվերաբացի։ Այն գործը կարող է նոր հանգամանքներ բացվի, նոր հանգամանքներ։ Տիգրան Հակոբյանը չգիտեմ ինչ էր արել։ Ինքը ընդունել է, չէ՞ որ ինքը հանցագործ է։ Ընդունել է, հետո Սերժ Սարգսյանը ներում է։ Իսկ բավոր նոր հանգամանքներ առաջ գալիս։ Գումարը հափշտակել այդ մարդը եւ դրա համար դատապարտվել է։ Այս մարդ բան ժամանակ բան տերմինով գող էլի, հա։ Այդպես է։ Կցող է, հայերեն ասած, հա, ժարգոնով կցող է, պրոֆեսիոնալ կցող է։ Չէ, ուզում այդպես ասել։ Ոչ ստացվի, ասինքն ընկերոջը գցել եւ այդպիսի գումար եւ հələ այս անամոթներին նայ, տեսեք ինչ է ասում եւ երեք աչքովս ընկավ Հրանտ Թոխատյանն է խոսել, նախ միշտ առողջություն մաղթենք Հրանտ Թոխատյանին, Հրանտ Թոխատյանը վերջին տարիներին լավ որպես քաղաքացի իրեն բան է շատ ճիշտ է դրսևորել, միշտ այսպես եւ ազատ եւ ինքնուրույն եւ համարձակ, բայց կարդացի որ ասում է մեր նախկին իշխանություններից ոչ մեկ ոնց որ թե չի սիրել, չի արել այս երկրի համար պարոն Թոխատյան, ինչով են չափում ընդհանրապես ղեկավարների սիրել, չսիրել, լավ վերաբերվել, վատ վերաբերվել, անհեթեթություն, այսինքն ինչով են չափում, չափում է երկիրը պիտի լինի անվտանգ եւ երկիրը պիտի տնտեսապես զարգանա։ Հիմա առաջին նախագահի դեպքում հաղթանակ է արձանագրվել, երկրորդ նախագահի դեպքում շենացում տնտեսապես ծաղկել է Արցախը, տնտեսապես զարգացել է թռիչքային վագրային թռիչքային զարգացում է ունեցել բարեկեցության մի հատ բարձր մակարդակ է հասել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ամենախաղաղ ժամանակներն են եղել մեզ համար, ամենա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չի եղել ոչ մի պատերազմ եւ ամենաքիչ կորուստները սա բանը։ Երրորդի ժամանակ ապրիլյան ժամանակ ադրբեջանցիներ երրորդ նախագահի ժամանակ էլի տնտեսական աճ եւ քարորյա պատերազմ, որից հետո չոքեչոք գնացել է Ալիևը խնդրել է որ կանգնեցնել այդ պատերազմը։ Հիմա ոնց կարելի է այս մարդկանց համեմատել մեկի հետ, որը 4 պատերազմ է բերել, հենց հիմա էլ դուք չեք համեմատում, բայց այդպես ասելով ստացվում է, որ ինչ որ իմաստով դնում եք նույն հարթության վրա։ 4 պատերազմ բերած մարդը, որ հենց հիմա ահաբեկում է, զբաղված է ահաբեկչությամբ Նիկոլը, ահաբեկում է հայ ժողովրդին, ասելով որ եթե մենք չլինենք, պատերազմ անելու։ Այսինքն եթե մենք չլինենք, Ալիևին ու Վանին ասելու եմ հարձակվեք մեզ վրա, չէ։ Այդ հաղթանակի գինը իմացող եւ անվտանգություն պահող նախագահներին չի կարող։ Իրանի թեման էլ որ փակվում է, Իրանի թեման փակվեց, այդ պատերազմը 0 է դառնում։ Չէ, իրենք գիտեն, ձևը գիտեն այդ նախագահները, այնպես որ պահելու են այսպիսի հայտարարություններ անելուց, պարոն Թոխատյան, խնդրում եմ մի փոքր ավելի զգույշ լինեք, որովհետև այս 2 տարիները մեզ համար շատ 2 ամիսները ճակատագրական են, կամ մենք թշնամուց ազատագրվում ենք, կամ սպառնում է մեզ այն ճակատագիրը, ինչ որ հիմա Հայաստանի Հանրապետության տարածքների տալ եւ Արցախահայության ճակատագիրը, այսինքն ցեղասպանություն, այն ինչ որ տեղա ունեցել են տեղ լինելու է սա, եթե Նիկոլեն կշարունակեն մնալ իշխանության, կշարունակեն իրենց ահաբեկությունը, այդ ամեն ինչը ինչպես Ալիևն ասեց, շատ արագ է անելու, եթե իր
գործընկերը, այսպես ասած, գործընկեր չի, չէ, ենթական, ավելի ճիշտ ենթական իմիջիալից ամբողջ օրն ասում է, դե էդ էլ է կոմպլեքս։ Մի կողմից պարոն Նահապետյան ասում է, փախել եք, ինքը փախել է, որ ասում է, փախել եք։ Բանը, հա, այդ կոմպլեքսներն է, էլի։ մեղավորություն ունի այդ պիտակը, ինքը միշտ մյուսները մեղադրում, որի մեջից այդ բարդույթը դուրս գա։ Եվ հաջորդը են, որ ինքը միշտ ասում է, դե տղա եք, ասեք, դե տղա, երևի այնքան ասեն դու որ ոչ մի բան ես, հիմա ասում ում ես ասում դու տղա ես։ Այ ընկեր ջան, ամենամեծ բարերարին ես ասում, ամենահաղթած նախագահին ես ասում, ամենամեծ աշխատատեղեր ստեղծող Գագիկ Ծառուկյանին ես ասում, թե Սամվել Կարապետյանն ամենամեծ բարերար, թե հաղթանակ ու հաղթանակ արձանագրած տնտեսական թռիչքային աճ արձանագրած բանը Ռոբերտ Քոչարյանին ես ասում։ Ես իրականում այս երեքին եմ մրցակից տեսնում, որտեղ մնացածի հարցերում շատ մնացածի բարգամ շատ հարցեր ունեմ, այնտեղ ինչ որ Սուրեն ինչ աներ, Պետրոսյան հիշում եք, չէ՞, ես որ ոնց թռավ գնաց, հիմա էլի փրեկել է անդիմադիր, ինչ որ նոր անուններ կան, սա մարդիկ կգան մեյդան։ Սրանք ձայներ խլող եւ Նիկոլին օգնող մարդիկ են, ել չեմ ասում են սրիկան, սև ու սպիտակ բերող սրիկա, Հայկ Մարության, չեք մոռանում այս սրիկային, ամենամեծ հարվածը հայ ժողովրդին հասցրած, ով բերեց այդ առաջին բաժանումը, Հայկո անունով ինչ որ մեկը, մի հատ թռվռացող, ծամածռվող, իրեն այս կյանքում չգտած, վախեցած, վախվորած ոչ մեկը, մի հատ ինչ որ Հայկո հիմա եկել ասում է, ես եթե ինչ որ մարդիկ հայտարարում են, որ մենք լինենք, չգիտեմ նախքին այնտեղ ով է, Ռոբերտ Քոչարյանը չէ, մի հատ ձեզ նայեք դուք ընդհանրապես ով եք, որ իր այդ էլ կլինեք կամ չեք։ Քանի որ ես ուզում եմ որ ընդհանրացնենք, սովորաբար մարդուն գնահատում են արած գործը։ Իհարկե։ Խոսքերը իհարկե չափորոշիչ չի գնահատման համար։ Երբ որ նայում ես այսօրվա այսպես կոչված իշխանության բոլոր կարկառուն ներկայացուցիչներին, այս մարդիկ կենսագրությունով 0 են, 0 իրանց ապրածով, արարածով, ստեղծածով, պաշտպանածով 0։ Հիմա դուք մանկամիտների հետ գործեք, մեզ սիրում են թե չեն սիրում, նայեք այդ ղեկավարի ժամանակ ինչ արվեց ձեր համար, ինչ անվտանգություն ա եղել, մեզ սիրում, ամեն օր գալի ասում է ես ձեզ սիրում եմ, տարավ Արցախը կեսը կործանեց, ես ձեզ սիրում եմ, տարավ Արցախը կործանեց, ես ձեզ սիրում եմ, տարավ Ջերմուկի բարձունքներում դե մարդկանց կործանեց, ես ձեզ սիրում եմ, տարավ Տավուշի այդ տարածքները տվեց, ես ձեզ սիրում եմ, պատերազմ ա բերում ու եռաբլունակ, քառապատկում, հազարապատկում, ես ձեզ սիրում եմ։ Ուզում ասել, որ մեզ լսողներին այն աշխարհակական իրավիճակ, որ հիմա մեր տարածաշրջանում է, իսկապես ռիսկերը շատ մեծ են, որ այդ Իրանի հրդեհը կարող է տարածվի, եթե տարածվի Հայաստանով, Ադրբեջանով, հարավային հյուսիսային Կովկասներով տարածվելու է։ Բայց ես գոնե լավատես եմ այդ առումով, որ եթե այդ հրդեհը մարվում է, վստահաբար որովից է պատերազմ չի լինելու, որովից է Ադրբեջան-Թուրքիայի իրենց նման բան թույլ չեն տա, որտեվ Ադրբեջանը Թուրքիայի պապաները այս տարածաշրջանից մաքրվելու են։ Իսկ եթե մաքրվեցի, ես կարծում եմ մաքրվելու նաև իրենց գործակալական ցանց, ուղղակի չգիտեմ, այդ ինքնաթիռների անիմներից տեղ կլինի կախվելու, ոնց որ Աֆղանստանից էին փախնում, թե տեղ չի լինի։ Հաստատ չի լինի, Փաշտյանը մենակ է գնալու, մյուսները թող իրենց գլխի ճարը տեսնեն, եւ բոլոր այն դատավորները, դատախազները, հա, կառույցների ղեկավարները, որ այսքան անօրինություններ ան, ձեզ եթե գալու է իս նորմալ իշխանություն է գալու, այդ նշանակում է բոլորը դե պատասխան եք տալու։ Օրենքի ոչ հասկացությունները վալում ձեր դատ ու դատաստանը ոչ մի չի լինելու, ոչ էլ ժողովրդի ինքնադատաստանով։ Ես ցանկացած նոր իշխանության թիմի խնդիր պետք է լինի, որը ոչ ինքնադատաստան չլինի։ Այդ մարդիկ օրենք են խախտել, օրենքը պետք է գնան նստեն։ Առավելագույն խիստ ձևով օրենքը, բա այսօր դատավորներս ինչ վիճակ է, ինչ դատարան, ինչ դատավոր, սրանց կայացած որոշումներ որ նայես։ Սրտ խառնոց է, ժողովրդավարությունից է խոսում, մարդու իրանքներ ինչ որ պաշտպան մի օրիորդ կա, օրիորդա տիկինա չգիտեմ։ Եվ ժողովրդավարությունից, ինչ ժողովրդավարություն։ Տիպիկ բռնապետական, երկու օր առաջ ինչ որ քնիչով էր ֆաս ասում, հեսա այս քնիչը գայս կանի։ Հիմա ասում են այդ երկու հոգեբան հոգեբուժները երբ են եզրակացում տալու։ Շուտով, մեկը տվել է արդեն։ Հա, մեր ժողովուրդը որ շատ հստակ, դե ասենք մենք այսքան որ ասում ենք, ես որ ասենք 18 թվից եմ ասել դե պսիխոպաթի եւ սոցիոպաթի վերաբերյալ։ Ես որոշ բաներ գիտեի ժամանակ, իհարկե դա չեն ժամանակ չէր տարածվում, բոլորը ոգևորված էին, հիմնականում ես չեմ ասում, կային մարդիկ նաեւ որոնք ճիշտ են գնահատում, բայց հիմա թող մեր ժողովուրդը իմանա, թե սա իրոք ազգային անվտանգության խնդիր է։ Ցանկացած երկրի կառավարչի առողջությունը դա անվտանգության խնդիր է։ Հիմա եթե այս մարդը խնդիր ունի, մենք ցանկանանք, որ գնա լավ տեղ բուժվի։ Ընդ որում պետությունն է կարող է օգնել, որ գնա բուժվի։ Ինչ կարծիք եք։ Իսկ քմթալանից հետո։
Դե ուրեմն իր թալանացի մասով թող գնա բուժվի, ես այդ առումով քրիստոնյա եմ, հիվանդ մարդ է, եթե բուժվելու կարիք ունի, պիտի գնա բուժվի, հետո նոր դրանից հետո եթե օրենք ախախտել, պիտի դատվի, բայց սկզբից բուժվել է։ Ձեզ հարց են ուղղել, երեք ինչ որ կամ օրերս, չգիտեմ, Պետրոս եւ Տաթևը ով է եղել Պետրոսի կողքին է։ Հիմա ասեմ, ցելի ժողովուրդ։ Ինչ որ ձեզ հա, ինձ իմ ազգանուն են շրջանառության մեջ դրել։ Հիմա ասեմ ձեզ, ուրեմն տեղեկություն տարածվեց 1-2 շաբաթ առաջ Ալևի խոսքերի հետ կապված։ Ընդորում ես ենթադրում եմ, որ այդ հարցի հետ կապված, այդ թեմայի հետ կապված բան կլինի։ Ուրեմն Ալիևը ինչ է ասում։ Դա ասել է վաղուց, մի քանի տարի առաջ։ Ես ներկայացրել եմ, որ նման խոսք ասել, ժամկետ չեմ ասել։ Հիմա ուզում եմ ես ընթերցել հայերենով կարդամ, թե ռուսերենով։ Հայերենով։ Նույնիսկ Ալիևի խոսքերն եմ ասում, նույնիսկ օտարական լրագրողներն են օգտագործում Զանգեզուրի միջանց տերմինը։ Ես ուրախ եմ լսել, որ այս հասկացությունն արդեն մտել է միջազգային բառապաշար, նախագիծը անշուշտ կիրականացվի։ Մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց մենք պատրաստ ենք այս քայլին գնալ խաղաղության եւ մեր հարաբերությունների ապագայի համար, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ մեր դիրքորոշումը նույնը կմնա 6 ամսից։ Հիմա հարց։ Այս 6 ամսի վրա եմ, Նահապետյանը ինչ որ բան ասել, որ դա Ալիևը շուտ է ասել։ Ուրեմն Նիկոլը հիմա 2 օր առաջ ասում է, որ եթե մենք չընտրվենք, սեպտեմբերին կռիվ ալնում։ Այս ամսից որ հաշվում է սեպտեմբեր ու 6 ամիս ալնում։ Սա ինչ է նշանակում։ Որ Նիկոլը անուղակի հաստատում է Հայկ Նահապետյանի ասածը, որ ասում է Ալիևը ասում է 6 ամսից ինչ կլինի, այն մեր պայմանավորվածություն ստորագրած թուղթը արտաքնոց, իսկ կարող կռիվ անեն։ Բայց այդտեղ կարևորը երկրորդ մասն է, որի վերաբերյալ ցանկացած իշխանական պաշտոնատարանց, այդ թվում ԱՑ-ի տնօրեն վարչապետ կոչեցյալ եմուսները բերանները ջուր են առնում, ես շարունակում եմ Ալիևի ասածը։ Օթային երթևեկության վերաբերյալ մենք սկսեցինք օգտագործել այդ օթային տարածքը առանց Հայաստանի պաշտոնական թույլտվության, թող բոլորը իմանան սա։ Սա մեր իրավունքն է, որը ամրագրված է միջազգային ավիացիայի կանոնակարգում։ Մենք բացել ենք օթային տարբերակ Զանգեզուրի միջանցքի համար։ Հարգելի ժողովուրդ, դուք հասկանում եք, Ադրբեջանը Հայաստանի տարածք է վերցրել, օթային տարածք։ Կա օթային սահման, չէ՞, օթային տարածք, միջանցք է վերցրել, ասում է հիմա չեմ տալիս։ Հիմա հարց, մեր երկրի օթային սահմաններից տարածք միջանց վերցած Ադրբեջանի նախագահի այս հայտարարության ինչ որ ձևով դուք երբեցե լսել եք, որ հերկվի ասի սուտ ասում, դες բան չկա, մենք հոմինակ հողը չի, օտել է եւ տարածք, չէ՞։ Հիմա այդ տարածքից, օթային տարածքից Ադրբեջանը հսկայական մի միջանցք, ես չգիտեմ, Ստե էականը այն չի, թե ինչ չափ է այդ ինքնաթիռների համար տարածքը վերցնում, որովհետեւ ինքնաթիռը Ադրբեջանից գնա Նախիջևան եւ հակառակը միջանց, որովհետեւ ձեւ չի ստուգում այդ ինքնաթիռները։ Հիմա սրա համար ինչ որ մեկը պատասխանատվություն կրելու է Հայաստանում։ Կնելի տարածք է տվել Նիկոլը։ Իհարկե, դա տարածք է, իհարկե, օթային տարածք է։ Էն էլ կռիվները, որ ուշադրություն դարձեք այսօր, մեծ հաշվով պատերազմը երկնքում է։ Գետնի վրա չկա։ Այս արդեն 4 շաբաթ Իրանի դեմ պատերազմա գնում, գետնի վրա մի հատ կռիվ կա։ Օթի վրա Ուկրաինայում ռուս-ուկրաինական Հիմա այս հարց եմ տալիս։ Այսինքն նորից առանց պատերազմ բանա տվել, չէ՞։ Իհարկե, ինքը տվել է։ Ես սրա վերաբերյալ ես ասում, իշխանը փոխությունից հետո առաջին քարերից մեկը։ Իհարկե, ինքը տվել է։ Մեծ խոսում է։ Իրանք տվել են այդ նույն ռուսները հիբրիդային, այդ տղա ջան, գնաց մի հատ ադրբեջանցիների բանարա, տես ինչ են արել։ Ես նորից եմ ասում։ Ուրեմն հիբրիդայինի համար առնվազն դեգեներատ դիլնես, որ եթե դիմացինը պատերազմ մղող երկիրը տակ գետնի վրա քո հետ պատերազմ չի բղի։ Ուրեմն հիբրիդային չկա։ Հիբրիդը տաքի եւ սառի խառնուրդն է։ Սառը տեղեկատվական տնտեսական, իսկ տաքը գետնի վրա ու կրակում է իրա վրա։ Հիմա սրանք հաղորդում են վարում։ Վերնագիրը դնում է հիբրիդային պատերազմ, չգիտեմ ինչ։ Չկա տես պատերազմ, մեր դեմ հիբրիդային պատերազմ մղել է եւ մղում է Ադրբեջանը, Թուրքիան եւ իրանց տերը Եվրոմիությունը։ Այսքան բան։ Իսկ ինչ վերաբերում է նորից եմ ասում, այս օթային միջանց տալու, սա վերաբերյալ մի հատ ծպտուն չկա։ Չեն ասում, ալևից չես ասում։ Ինչ օթային միջանց, այդ ձեր ինքնաթիռները որից է ձեւ չեն թրջում, մենք թույլ չենք տա, հենց մտան մեր օթային տարածք խփելու ենք, դες բան լսել եք, Անժելա։ Իհարկե չէ։ Սա էլ այդ հարցի պատասխանն է։ Մտել են արդեն։ Չէ, ինքը իհարկե վերցել են այն ժամանակ, երբ որ այս տեսանյութը ալևը այս վերաբերյալ ասել էր։ Այսքան բան, այս որ թող Պետրոսները լավ մտածեն, Վա, եթե դուք այդքան արդարամիտ եք, բա իմ ասածի վերաբերյալ մեջ բերեք, թե Ալև ինչ էր ասում, եւ իշխանությունները ինչ կեցվածք ունեին, ճիշտ է, բայց այս 6 ամսվա հետ կապված Փաշինյան Նիկոլը հաստատել է, որ ես ճիշտ եմ ասում, ամեն դեպքում սեպտեմբերին ասել պատերազմը, հիմիկվանից որ հաշվում է սեպտեմբեր ու 6 ամսա, շնորհակալություն։ Շնորհակալություն։